Ողջույն։ Առաջ տպավորություն ունեի, իսկ հիմա համոզվածություն, որ Փաշինյանը իր առջև նպատակ է դրել ամեն օր մի քանի միտք ասել հանրությանը բորբոքելու համար։ Մեկ արցախցիների վրա մատ է թափ տալիս, հետո ասում ներողություն եմ ուզում խնդրել, 2 օր հետո էլի մատ է թափ տալիս։ Չեմ ուզում իր ադեկվատությունը քննարկել։ Շատերը տունեք կասկածներ, որոնք ելույթից ելույթ հիմնավորվում են։ Այժմ կարճ անդրադարձ կատարեմ երեկվա ու այսօրվա որոշ փայլատակումների։ Ովքեր են 44-օրյա պատերազմի մեղավորները։ Մեր հանրության մեծագույն մասը մեղադրում է Փաշինյանին, մեղադրում է Ալիևին։ Կան մարդիկ իհարկե, որ մինչ այս ուտում էին Նիկոլի կտերը ու ասում էին նախկինները։ Բայց բոլոր կասկածները երեք փարատեց, ասում է ես եմ արել։ Նա ասում է ես գիտակցված զոհողություն եմ արել 2020 թվականին։ Այսինքն Փաշինյանի առաջ եղել է պատերազմ թե խաղաղություն երկընտրանքը։ Ինքը ընտրել է պատերազմը։ Իր առաջ եղել է Արցախի կորուստ թե ինքնորոշման ճանաչում երկընտրանքը։ Ինքը ընտրել է Արցախի հանձնումն Ադրբեջանին։ Գիտակցված զոհողություն է արել ու զոհել է ամեն ինչ բացի իրենից, միայն թե իրեն բան չպատահեր։ Ասել է Արցախը Հայաստանը եւ վերջ։ Շուշիում տրճիկ է տվել։ Ասել է Ադրբեջանը ներսից կքանդեմ։ Հրաժարվել է բանակցել, գիտակցված է բոլորը։ Բերել է պատերազմ, գիտակցաբար հրաժարվել է պատերազմը կանգնեցնելու առաջարկներից, մեկի փոխարեն 2 անգամ։ Գիտակցված տվել է 5000 զոհ, 10000-ից ավելի վիրավոր, բլոկադա, Արցախի ամբողջական հանձնում, Հայաստանի տարածքի մի մասի օկուպացիա։ Այդ բոլորը արել է գիտակցված ու հիմա էլ գիտակցված Հայաստանի հետ փորձում է անել նման մի բան։ Ինչու ենք համոզված, որ Հայաստանի հետ ուզում է անել նույնը, ինչ Արցախի հետ։ Այս մարդիկ ասում են, թե Ադրբեջանի հետ խաղաղություն է, բայց ելի գիտակցված հրաժարվում են այդ խաղաղությունը դարձնել երաշխիքով, երաշխավորված։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը Վաշինգտոնյան համաձայնագրից ի վեր հայտարարում է, որ մեզ պետք են երաշխիքներով խաղաղություն։ Օրերս փոդքասթում բերեց օրինակներ երկրների, որոնցում կան խաղաղության պայմանագիր եւ չկա երաշխավոր, ու երկիրը քայքայվել է պատերազմներից։ Եվ եւս օրինակ, որտեղ չկա պայմանագիր, բայց կա երաշխիք ու պատերազմ չի լինում։ Եթե այս իշխանությունը նույն ջանասիրությամբ պայքարեր Ադրբեջանի դեմ 2020 թվականին, ինչքան որ այսօր պայքարում է խաղաղության երաշխիքների դեմ, պատերազմում չէինք պարտվի վստահաբար։ Լավ ժողովուրդ, ինչու է այս իշխանությանը խանգարում երաշխավորը։ Ինչու չեն ուզում, որ մեր խաղաղությունը լինի ամուր, երաշխավորված, հաստատուն։ Եթե չեն ուզում երաշխավոր, ուրեմն ԿՊ-ն ուզում է պատերազմ կամ պատերազմի մշտական վտանգ։ Հակառակ դեպքում իսկապես անհասկանալի է, անտրամաբանական է։ Երաշխավորը պետք է ամեն տեղ կենցաղային օգնիրակ են բերում։ Երբ գնում եք բանկից վարկ վերցնելու, երաշխավոր են ուզում, չէ՞։ Մեծ բանկ, ուճուր մարդիկ, բայց երաշխավոր է ուզում։ Պարտված Հայաստանը խաղաղություն է իբր կնքում հաբրգած Ադրբեջանի հետ ու ասում է ինձ երաշխավոր պետք չէ։ Մի քիչ խոսում է ու հասկանում ես, որ սրա մտքում լրիվ ուրիշ բան է։ Ասում է Ռուսաստանը վատ երաշխավոր է, Թուրքիան լավ երաշխավոր է, Կիպրոսում խաղաղություն է։ Թուրքիան օկուպացրել է Կիպրոսը։ Նիկոլի համար Թուրքիան լավ երաշխավոր է։ Արցախում էլ է խաղաղություն, էնել են օկուպացրել, բայց հայ չի ապրում։ Իրականում Կիպրոսի խաղաղության երաշխավորը բոլորովին Թուրքիան չէ, բայց սա Հայաստանի համար խաղաղությունը կապում է Թուրքիայի բարի կամքի հետ։ Ասում է ՀԱՊԿ-ը մեզ սպանդանոց է տարել, լավ երաշխավոր չէր։ Ըստ Փաշինյանի, ինչի համար էր ՀԱՊԿ-ը։ Նրա համար, որ դուք բանակցություններից դուրս գաք, սադրեք պատերազմ, ինչպես խոստովանում եք, գիտակցաբար տանեք պատերազմի, ՀԱՊԿ-ը գա կռվի։ Ինչի համար է ՀԱՊԿ-ը։ Արցախը ճանաչեք Ադրբեջան, ՀԱՊԿ-ը գա կռվի, դուք չկռվեք, ՀԱՊԿ-ը կռվի։ Ասում է Ռուսաստանը անվտանգության վատ երաշխավոր է։ Վատ երաշխավոր է, Միացյալ Նահանգներում է իր բանակցում, նախաստորագրում, իրենց դարձնել իր երաշխավոր։ Լավ, ինչու Նիկոլը չի ուզում իրականում, որ լինի երաշխավոր։ Երկրորդ նախագահը բավական դիպուկ բացատրել է, որպեսզի խաղաղությունը կապվի Նիկոլի անվան հետ, ու ասեն, եթե սա չլինի, կլինի պատերազմ։ Բայց Նիկոլն էլ իր հերթին խաղաղությունը կապի զիջումների հետ։ Եթե չտանք, չզիջենք, սահմանադրություն չփոխենք եւ այլն, կլինի պատերազմ։
Մի հատ podcast է անում Ռոբերտ Քոչյանը, ԿՊ-ն ընկնում է հոգեխանգարմունքի մեջ։ Ասում են Քոչյանը ոնց է պատկերացնում խաղաղության երաշխիքը, դե թող բացատրի։ Տարօրինակ հարց։ Պատկերացնում է հենց այնպես, ինչպես եղել է իր օրոք 10 տարի բացարձակ խաղաղ։ Ռոբերտ Քոչարյանն էլ, Նիկոլ Փաշինյանն էլ կառավարել են նույն երկիրը։ Մեկի ժամանակ եղել է բացարձակ խաղաղ, մյուսի ժամանակ 3 պատերազմ։ Ու հիմա ասում են, նա խաղաղություն չի ուզում։ Ոնց է պատկերացնում եւ այլ աբսուրդ բաներ։ Այսինքն, եթե սրանց մտքին չկա էլի մի ողբերգություն մեր գլխին բերելու, ուրեմն կգնային փորձառոյի մոտ, կընկնեին ոտքերը, կասեին ասեք իմանանք, սովորենք, թե ոնց երկիրը պահենք խաղաղ։ Երկրորդ նախագահը խոսում է արցախցիների վերադարձի իրավունքի մասին։ Սրանք ասում են, չէ, թող այն ժամանակ դուրս չգային։ Նիկոլի առաջարկը է դա. մնայիք, ցեղասպանվեիք։ Ինչպես որ Արցախն էր իր համար գլխացավանք, քանդեց, հանձնեց, պրծավ, այնպես էլ արցախցիներն էր իր համար գլխացավանք։ Պետք է ասում եք չվերադառնան։ Ինչ միջազգային իրավունք։ Դա ձեր որոշելով չէ։ Երբ դուք դեմ եք վերադարձին, ուրեմն խիստ կասկածներ կան ձեր իշխանության ծագումնաբանության վերաբերյալ, որովհետև մեկ էլ մեր թշնամիներն են դեմ, որ հայկական Արցախում հայ ապրի։ Սրանք չնայած որ ունեն յանով վերջացող ազգանուն, բայց իրենց քայլերը, գործողությունները չեն զիջում ադրբեջանցիներին, իսկ հակահայ ու հակապետական խոսույթը հաստատ գերազանցում է ադրբեջանցիներին բազմապատիկ։ Ժամանակին մտածում էինք կա Նիկոլ ու նրա ուսապարկեր, իրենք էին ասում ուսապարկեն։ Հիմա բոլորը Ալիևի ուսապարկի տպավորություն են թողնում։ Ինչ նա է ասում, այստեղ նույնը խոսում են։ Ինչ պահանջում է, այստեղ կատարում են։ Տարբերությունը միայն ազգանուններն են։ Կարճ ասած։ Նիկոլն ասում է, մենք խոստանում էինք նավը հասցնել խաղաղ նավահանգիստ։ Հասցրել ենք, բայց ուղևորները խաղաղ չեն։ Նախ դու նավահանգիստ չես հասցրել։ Հասցրել ես նավը Բերմուդյան եռանկյունի։ Բայց եթե քեզ թվում է նավահանգիստ ես հասցրել ու դժգոհ ես, որ ուղևորները չեն խաղաղվում, պատճառն այն է, որ քո ուղևորները նստել են նավ, որի վրա գրած էր մեծ օվկիանոս տանելու մասին, բայց օվկիանոսի փոխարեն դու տարար ինչ-որ մի գյոլ։ Դու սխալ տեղ ես հասցրել այդ նավը։ 3 անգամ այդ նավի վրա ուրիշ հասցե ես գրել, պասաժիրներ ես հավաքել ու 3 անգամ էլ տարել ես ուրիշ տեղ։ Պասաժիրների մի մասին սպանելով, նավից մասեր պոկելով։ Այդ ուղևորները էլ չեն ուզում, որ դու նավը տանես։ Նրանք պահանջում են նավապետին ոչ միայն հեռացնել, այլև ենթարկել խիստ պատասխանատվության։ Ժորժ ջան, մենք բոլորս Նիկոլի ասած այդ նավի մեջ ենք, ու մեր ճակատագիրը մեզանից յուրաքանչյուրի, մեր մեռնել ողջ մնալը կախված է նրանից, այդ նավապետին երբ կհեռացնենք ու կենթարկենք պատասխանատվության։ Կենթարկենք, թե չէ։ Սրանց էքսպերիմենտները կյանքեր են արժենում, ճակատագրեր են խեղում, մեզ փորձառու նավապետ է պետք։